Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարների եւ ոստիկանների միջև բուռն բախումներ են տեղի ունեցել, մարդիկ բողոքում էին այսի գործողությունների դեմ։ Ոստիկանությունը ցրման հրաման է արձակել, կան բազմաթիվ ձերբակալվածներ, իրավիճակը կտրուկ սրվել է մետրոպոլիտեն կալանավայրի մոտ։ Ցուցարարները պահանջել են հարգել իրենց իրավունքները։ Իրավապահները կիրառել են հատուկ միջոցներ, փողոցում արձանագրվել են բռնության դեպքեր, կան վիրավորներ։ Այս ցույցը նշանավորում է դաշնային լայնածավալ արշավների 1 տարին։ Գործողությունների հետևանքով նախկինում ձերբակալվել էին բազմաթիվ անձինք։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը նույնպես անդրադարձել է թեմային, նա կոչ է արել շարունակել պայքարը ներգաղթյալների իրավունքների համար։ Ոստիկանությունը դեռ չի հայտնել ձերբակալվածների վերջնական թիվը։ Լոս Անջելեսի կենտրոնական հատվածում իրավիճակը մնում է լարված։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Հրթիռային անձրև Մերձավոր Արևելքում Իսրայելն ու Իրանը վերսկսել են ուղղակի հարվածները, Թրամփը դեռ փորձում է իրավիճակը հանդարտացնել։ Չի հանդարտվում հետընտրական իրավիճակը Լոս Անջելեսում, դեմոկրատները կրկին առաջ են անցնում։ Ֆուտբոլային գլխավոր շոուին հաշված օրեր են մնացել, այս տարվա առաջնությունը դեռ չսկսած արդեն ռեկորդներ է սահմանել։ Որտեղ են ապրում Ամերիկայի ամենահարուստները, Կալիֆոռնիան առաջատարների թվում է, իսկ որ նահանգն է առաջինը։ Հոլիվուդյան էքշն Լոս Անջելեսի փողոցներում, թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին թեժացել է, Իրանը հրթիռների տարափ է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Այս քայլը հաջորդել է Իսրայելի կողմից Բեյրութին հասցված ծանր ավիահարվածներին։ Իսրայելը հարվածել էր Հզբոլահի հրամանատարական կենտրոնին։ Ի պատասխան Իրանը հրթիռներով հարվածել է Իսրայելին եւ սպառնացել, տապալել հրադադարի համաձայնագիրը։ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել հարվածները։ Նա հայտարարել է՝ դուք կրակեցիք ձեր հրթիռները, բավական է։ Նա նշել է, թե Իսրայելի վարչապետին կհորդորի չպատասխանել Իրանին, քանի որ դա Իրանի դեմ լայնածավալ պատերազմը վերսկսել կնշանակի։ Եթե Բիբին հարձակվի, ամեն ինչ կշարունակվի, ընդգծել է Թրամփը։ Սակայն Իսրայելը այնուամենայնիվ պատասխանել է, Իրանի տարածքը հարձակման է ենթարկվել բալիստիկ հրթիռներով։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իսրայելը հաստատել է հարվածներ հասցնելու փաստը, նշելով, որ հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին։ Ապրիլյան ինտենսիվ հրթիռակոծությունից հետո սա փաստացի առաջին դեպքն է, որ Իսրայելն ուղղակի Իրանի տարածքին է հարվածում։ Իրավիճակը դարձել է չափազանց պայթյունավտանգ։ Հյուրընկալությունը հայերիս մշակույթի անբաժանելի մասն է եւ իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի ախորժելի ու որակյալ սնունդը։ Հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հաղորդման հովանավորը։ Բոլորիս արդեն հայտնի եւ մեծ վստահություն վայելող Vivaldi Catering-ը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգի $150-ից։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է եւ այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300-ով։ Ցանկանում ենք նշել, որ հենց Vivaldi Catering-ի Instagram-յան էջում պատկերված սպասքով եւ փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերները։ Instagram-յան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում ներածության բաժնում։ Իսկ մենք անցնենք առաջ։ Եվ այսպես, Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում տեղի են ունեցել անսպասելի շրջադարձեր։ Քաղաքային խորհրդի անդամ Նիթիա Ռամանը առաջ է անցել Սփենսեր Փրատից, թե նոյեմբերին ով կլինի գործող քաղաքապետ Բասի մրցակիցը դեռ հայտնի չէ։ Քվեների հաշվարկը շարունակվում է։ Ռամանը դեմոկրատ է, նախկին հեռուստաաստղ Փրատը ներկայանում է որպես հանրապետական։ Ռամանը ստացել է ձայների 27.12%, նա Փրատից առաջ է 3113 ձայնով։ Կիրակի օրը հաշվել են եւս 122807 քվեաթերթիկ։ Ընդհանուր մշակվել է 1,897,653 ձայն։ Դեռ չի հաշվվել 368,000-ից ավելի քվե։ Կալիֆոռնիայում ընտրությունները կեղծված էին, հայտարարել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։ Նա հիմնավորել է, թե ձայների հաշվարկի ձգձգումը դրա ապացույցն է, սակայն փաստերը լրիվ այլ իրավիճակ են ներկայացնում։
Կալիֆոռնիայում ընտրակեղծիքների մասին հաստատված ապացույցներ չկան, ձայների հաշվարկի դանդաղումը նահանգի կանոնների հետևանք է։ Ընտրողների մեծ մասը քվեարկել է փոստի միջոցով, օրենքը թույլ է տալիս փոստային քվեաթերթիկները ստանալ նաև ընտրություններից հետո։ Այդ քվեաթերթիկները պահանջում են հավելյալ ստուգում և մշակում, իսկ անձամբ քվեարկող նահանգները տվյալներն ավելի շուտ են հրապարակում։ Թրամփը նկատել է, որ հանրապետականների ձայները նվազում են, նա դա համարում է խարդախության հետևանք, ինչը սուտ է։ Կալիֆոռնիայում դեմոկրատները նախընտրում են փոստային քվեարկությունը։ Դրա համար նրանց ձայները հաշվարկվում են ավելի ուշ։ Այդ պատճառով դեմոկրատների ցուցանիշները ժամանակի ընթացքում բարելավվում են։ Նույն հարցազրույցում Թրամփը նաև մի շարք հայտարարություններ է արել, որոնք բացահայտ հակասում են ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանն ու գնահատականներին, մասնավորապես Իրանի մասին։ Նա ասել է, թե նրանց ռազմածովային ուժերը վերացած են, սակայն պաշտպանության նախարարության տվյալներով ոչնչացվել է նավատորմի միայն մի մասը։ Նախագահը պնդում է, թե ինքը կանխել է միջուկային աղետը։ Հետազոտության հրապարակված տվյալներով Իրանը դեռ որոշում չէր կայացրել զենք ստեղծելու մասին։ Թրամփը նաև հավաստիացրել է, թե նավթի գները կնվազեն շատ արագ։ Նավթային ընկերությունների ղեկավարների խոսքով շուկայի վերականգնումը ամիսներ կպահանջի։ Հանգստյան օրերը անհանգիստ են անցել, շաբաթը սկսում ենք վթարների, կրակոցների ու դանակահարությունների դեպքերով։ Նյու Յորքի կենտրոնական Փեն կայարանում դանակահարություն է տեղի ունեցել։ 6 մարդ վիրավորվել է անհայտ անձի հարձակումից, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մնացած 5-ի վիճակը կայուն է։ Կասկածյալը, ով ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ձերբակալվել է։ Ահաբեկչության հետ կապված որևէ ապացույց դեռ չկա։ Կայարանի ծառայությունը դեպքից հետո չի խափանվել, իրավապահները շարունակում են դեպքի քննությունը։ Օհայոյում հանգիստ փառատոնը վերածվել է հրաձգության վայրի։ Տոլեդոյի Old West End փառատոնում 12 մարդ է վիրավորվել, 2 հրաձիգ հավանաբար կրակել են միմյանց ուղղությամբ։ Ոստիկանությունը դեռ որոնում է հանցագործներին, դեպքի վայրում եղել են հարյուրավոր մարդիկ։ Տուժածների մեծ մասը երիտասարդներ են, 20 տարեկան, բոլոր վիրավորների վիճակը կայուն է և բարելավվում է։ Իրավապահները ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները, նրանք նաև հարցաքննում են դեպքի ականատեսներին։ Հանցագործները դեռ ազատության մեջ են, փառատոնը չեղարկվել է։ Միայնակ ու անզեն ընդդեմ մի խումբ զինված ավազակների։ Մերիլենդում տնային տեսահսկման տեսախցիկը արձանագրել է ծովային հետևակայանի հերոսական պայքարը։ Խումբ դեռահասներ փորձել են հափշտակել նրա ավտոմեքենան։ Անզեն զինվորականը միայնակ դիմակայել է զինված հարձակվողներին։ Կադրերում երևում է, որ նա հակահարված է տվել ատրճանակն իր վրա պահած կողոպտիչին, իսկ քիչ անց նրան օգնության են հասել հայրն ու եղբայրը։ Արդյունքում հարձակվողները իրենք են հայտնվել դժվարին կացության մեջ։ Ճիշտ է, նրանք անգամ հասցրել են կրակել ու վնասել ավտոմեքենան, բայց դա անհաջողակ կողոպտիչներին չի փրկել։ Ոչ միայն մարզական, այլև մշակութային հրավառություն են խոստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչները։ Առաջնությունը մեկնարկելու է աննախադեպ աստղային շոուներով։ Իտալացի պրոդյուսեր Մարկո Բալիչը կղեկավարի այս հսկայական աշխատանքը։ Յուրաքանչյուր քաղաքում աշխատելու է մինչև 300 մարդ։ Ծրագիրը ներառում է ելույթներ, դրոշների շքերթ և երաժշտություն։ Այն տևելու է շուրջ 30 րոպե։ Մեքսիկայում արարողությունը սկսվելու է հունիսի 11-ին Մեխիկոյում։ Շակիրան և Բուրնա Բոյը կկատարեն մրցաշարի պաշտոնական երգը։ Կանադայում շոուն կանցնի հունիսի 12-ին Տորոնտոյում։ Հանդիսատեսին կզվարճացնեն Ալանիս Մորիսեթը և Մայքլ Բուբլեն։ Նույն օրը Լոս Անջելեսում Սոֆայի մարզադաշտում կկայանա ԱՄՆ-ի շոուն։ Այստեղ հանդես կգա Քեթի Փերին, Լիզան և այլոք։ Յուրաքանչյուր երկիր ցուցադրելու է իր ազգային ոճը։ Եզրափակիչը տեղի է ունենալու հուլիսի 19-ին Թեքսասի MetLife մարզադաշտում։ Այն ունենալու է առաջին կիսաժամանակային շոուն Մադոննայի մասնակցությամբ։ Նրան կմիանան Շակիրան և հանրահայտ BTS խումբը։ FIFA-ն խոստանում է պատմական մեծության միջոցառում։ Այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լինելու է ամենամեծը պատմության մեջ։ Մրցաշարին մասնակցելու է 48 թիմ, խաղերը տեղի են ունենալու 3 երկրում։ Ընդհանուր առմամբ 104 հանդիպում է անցկացվելու։ Մրցաշարը տևելու է 39 օր, այն հյուրընկալվելու է 16 մարզադաշտում։ Այս ցուցանիշներով դեռ չմեկնարկած առաջնությունը արդեն ռեկորդագիր է։
Մրցաշարը կայանալու է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Խաղերը կհյուրընկալվեն 16 քաղաքում։ FIFA-ի նախագահը նշել է, այն կլինի ամենամեծը։ Մրցաշարի ձևաչափը փոխվել է ավելի շատ թիմեր ընդգրկելու համար։ Այն հավաքելու է միլիոնավոր երկրպագուներ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Լոս Անջելեսի քանոգապարկում մահացել են մի տղամարդ եւ 10-ամյա երկվորյակ տղաներ։ Փրկարարները 3 մարդու մահն էլ արձանագրել են դեպքի վայրում։ Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության նախնական վարկածի, սա սպանություն է եւ ինքնասպանություն։ Մահացած տղամարդը երեխաների հայրն է եղել։ Նա եւս մահացել է դեպքի վայրում։ Զոհերի եւ կասկածյալների անունները չեն հրապարակվել։ Հանցագործության հավանական մոտիվները եւս։ Դեպքի քննությունը շարունակվում է։ Հոլիվուդյան էքշն Լոս Անջելեսի փողոցներում դրամատիկ հետապնդումը ավարտվել է կասկածյալի ձերբակալությամբ։ Դեպքը սկսվել է Մորենո Վելիում։ Իշխանությունները ստացել են առևանգման փորձի մասին ահազանգ։ Կասկածյալը փախուստի է դիմել ոստիկանների ժամանումից հետո։ Իրավապահները նրա մեքենան հայտնաբերել են ճանապարհին։ Վարորդը չի ենթարկվել ոստիկանության կանգ առնելու պահանջին։ Հետապնդումը շարունակվել եւ հասել է Լոս Անջելեսի Սան Գաբրիելի հովիտ։ Ոստիկանները կիրառել են հատուկ հնարքներ մեքենան կանգնեցնելու համար։ Սպիտակ Prius մակնիշի մեքենան կանգ է առել հարավային Էլ Մոնտեյում։ Ոստիկանները մեքենայից դուրս են հանել վարորդին, նա ձերբակալվել է։ Դրամատիկ հետապնդումը ավարտվել է 2 անչափահասների հաջող փրկությամբ։ Ամերիկայի ամենահարուստ քաղաքների մեծ մասը գտնվում է Կալիֆոռնիայում։ Money Lion ֆինանսական կայքի վերլուծությունը բացահայտել է զարմանալի փաստեր։ Առաջին 50 հարուստ քաղաքներից 16-ը Կալիֆոռնիայում են։ Լոս Ալթոսը նահանգում առաջինն է, իսկ երկրում 4-րդը։ Տան միջին գինը այստեղ հասել է 4.7 միլիոն դոլարի։ Այս քաղաքը հայտնի է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների շրջանում։ Տնային տնտեսությունների միջին եկամուտը այստեղ 411.182 դոլար է։ Հարավային Կալիֆոռնիայում ամենահարուստը Լա Կանադա Ֆլինտ Ռիչ համայնքն է։ Այստեղ եկամուտը կազմում է 329.000 դոլար։ Ամենահարուստ արվարձանը սակայն Կալիֆոռնիայում չէ։ Այն գտնվում է Նյու Յորքի Սքարսդեյլ քաղաքում։ Այնտեղ տնային տնտեսության եկամուտը գերազանցում է 600.000 դոլարը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, թողարկումը կշարունակի Մանու Հարությունյանը, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ։ Եթե ձեզ թվում է, թե աշխարհը դեռ նավթի շուրջ է պտտվում, ուրեմն համաշխարհային զարգացումներից կարևոր թեմաներ եք բաց թողնում։ Վոլֆրամ բառը շատերին շատ բան չի ասի, բայց իրականում այն համարվում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական մետաղներից մեկը՝ պաշտպանական, ավիատիեզերական, մեքենաշինական ու էլեկտրոնային արդյունաբերության հիմքը։ Աշխարհում մոտ 3.5-ից 4 միլիոն տոննա վոլֆրամ կա, եւ ամենակարևորը՝ Ամերիկան վոլֆրամ գրեթե չունի։ Վոլֆրամի ամենամեծ պաշարներն ունի Չինաստանը՝ շուրջ 2.4-ից 2.5 միլիոն տոննա։ Երկրորդ տեղում Ավստրալիան է՝ մոտ 570.000 տոննայով։ Ապա Ռուսաստանը շուրջ 400.000 տոննա։ Առաջին հնգյակում են նաև Վիետնամն ու Իսպանիան։ ԱՄՆ-ի պաշարները համեմատաբար սահմանափակ են եւ չեն մտնում առաջատարների ցանկում։ Պաշար ունենալը դեռ չի նշանակում վերահսկել շուկան։ Որոշիչ գործոնը արդյունահանումն ու արտահանումն են։ Այսօր համաշխարհային մատակարարումների գերակշիռ մասը գալիս է մեկ երկրից՝ Չինաստանից։ Ավելին, Վոլֆրամի միջազգային շուկայում վերջին տարիներին աճում են լարվածությունները, քանի որ արևմտյան երկրները փորձում են նվազեցնել կախվածությունը չինական մատակարարումներից։ Արտահանման եւ արտադրության համաշխարհային առաջատարն է Չինաստանը, որը տալիս է աշխարհի վոլֆրամի մոտ 80%-ը։ Հաջորդում են Վիետնամը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան։ ԱՄՆ-ում առևտրային վոլֆրամի հանքարդյունահանում գրեթե չի իրականացվում 2015 թվականից հետո։ Այդ պատճառով ամերիկյան արդյունաբերությունը հիմնականում կախված է ներմուծումից, հատկապես Չինաստանից, Վիետնամից եւ այլ երկրներից։ Եթե արտադրության առաջատարը Չինաստանն է, ապա սպառման պատկերը եւս մեծապես կապված է այդ երկրի արդյունաբերական հզորությունների հետ։ Վոլֆրամը կարևոր է ոչ միայն ծանր արդյունաբերության, այլև բարձր տեխնոլոգիաների եւ ռազմական արտադրության համար։ Հենց այդ պատճառով դրա պահանջարկը հաճախ դիտարկվում է հենց ազգային անվտանգության տեսանկյունից։
Վոլֆրամի խոշորագույն սպառողը Չինաստանն է։ Առաջատարների շարքում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան եւ Հարավային Կորեան։ ԱՄՆ-ն տարեկան սպառում է զգալիորեն ավելի շատ վոլֆրամ, քան արտադրում է։ Ամերիկյան պահանջարկը հիմնականում ծածկվում է ներմուծմամբ եւ վերամշակված հումքով։ Ռազմական եւ ավիատիեզերական ծրագրերի ընդլայնումն այս պահին միայն մեծացնում է դրսի շուկաներից կախվածությունը։ Վոլֆրամի պահանջարկի ամենամեծ մասը մեքենաշինությունն ու մետաղամշակող արդյունաբերությունն են ապահովում։ Այն անհրաժեշտ է գերդիմացկուն կտրող գործիքներ, հորատման սարքավորումներ եւ մաշակայուն համաձուլվածքներ ստանալու համար։ Վերջին տարիներին պահանջարկն արագացում է նաեւ պաշտպանական ոլորտում, որտեղ վոլֆրամն օգտագործվում է զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի արտադրության մեջ։ Մասնագետների գնահատմամբ համաշխարհային վոլֆրամի սպառման մոտ 60%-ը բաժին է ընկնում վոլֆրամի կարբիդին։ Այն օգտագործվում է կտրող եւ հորատող գործիքներում, հանքարդյունաբերական սարքավորումներում եւ հաստոցաշինության մեջ։ Ավիատիեզերական, էլեկտրոնային եւ ռազմական ոլորտները նույնպես խոշոր սպառողներ են։ ԱՄՆ-ում արագ աճում է հատկապես պաշտպանական արտադրության պահանջարկը։ ԱՄՆ-ն փորձում է լուծել իր վոլֆրամային կախվածության խնդիրը մի քանի ուղղություններով։ Վաշինգտոնը խրախուսում է նոր հանքերի բացումը, մեծացնում է ռազմավարական պաշարները եւ ներդրումներ է կատարում դաշնակից երկրների նախագծերում։ Նպատակն է նվազեցնել կախվածությունը Չինաստանից, դրա հետ մեկտեղ չկտրել ռազմական եւ արդյունաբերական արտադրության համար անհրաժեշտ վոլֆրամի մատակարարումը։ ԱՄՆ-ն համագործակցում է Կանադայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի եւ Ղազախստանի նախագծերի հետ։ Միաժամանակ զարգացվում են ներքին հանքավայրեր, այդ թվում Այդահոյի եւ Նևադայի մի շարք ծրագրեր։ Վերջին տարիներին ամերիկյան իշխանությունները նաեւ մեծացնում են ռազմավարական մետաղների պետական պահուստները։ Այս քայլերը պայմանավորված են համաշխարհային շուկայում առաջարկի նվազումով եւ աճող պահանջարկով։ Վոլֆրամը վաղուց դադարել է պարզապես արդյունաբերական մետաղ լինելուց, եւ երբ շատերը գուշակում են, թե ամերիկացիները ինչ են անում, ասենք ղազախական անապատներում, դուք արդեն գիտեք ամենահավանական պատասխանը՝ վոլֆրամ են որոնում։ Իսկ գուցե նաեւ այդ փնտրտուքի արդյունքում է նաեւ փոքրիկ Հայաստանը հայտնվել Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Սա արդեն այլ թեմա է, որին առաջիկայում անպայման միասին կանդրադառնանք։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։